ինչա պարզվում ընկերեսի պատմեմ քեզ դու էլ իմացի։ Ուրեմն 88 սուպերմարկետների ցանց կա, գիտես։ Գիտես այդ դու ասեցիր ես այդ 88 ցանցը հիմա պատկանում է ում նորահայտ միլիոնատեր պարտքով կալանքի տակ տներ առնող Նիսիա օլիգարխ ապարիկով օլիգարխ Նարեկ Նալբանդյանին։ Այս 88 խանութների ցանցը նորմալ աշխատող տղերքի է պատկանել, որոնցից եկել են սրանք առել են այդ, ուզեցել են առնեն։ Եվ գցել են այս մարդկանց 1.5 միլիոնից ավել, 1.5 միլիոն դոլարից ավել փող չեն տվել ու չեն տալիս։ Այդպես չեն տալիս ախպեր։ Վերջ այս տղերքը այս ամեն ինչը հասկանալով, որ պատկերացնելով, որ խնդրեմ ունեն եւ այլն, փորձել են հասկանալ ինչ ոնց խի ու ասել են այս հարցը մենակ հրաչը կարա լուծի։ Փաստորեն Աննայի օլիգարխն է։ Աննայի սեփական օլիգարխն է փաստորեն Նարեկ Նալբանդյանը, այդ որ ուզում ենք հասկանանք որտեղից ոնց խի բանման։ Ակնհայտ չէր որ դրանց։ Այս թեման ուշադիր ես հետևելու եմ ու Աստված չանի պարզվի, որ այդ փողերը դուք դեռ չեք տվել, չեք տալու ու այդ մարդկանց գցում եք։ Անկախ ամեն ինչից Նարեկ Նալբանդյանը հանդիպելու է վաղը մյուս օրը։ Այս սա հարցերը իրան տալու են իրավապահ մարմինները։ Հակակոռուպցիոն կոմիտեն, ոնց եղավ, խի եղավ եւ այլն եւ այլն։ Կաշիլոկն էլի Աննայի կաշիլոկն։ Ահա, փաստորեն Աննայինն է, չգիտեի, փաստորեն։ Բայց իմացեք։ Այս թեման իմ ուշադրության կենտրոնում է մնալու, մեր ուշադրության կենտրոնում է մնալու եւ վաղը մյուս օրը բացի այն, որ Նարեկ Նալբանդյանը բոլորիս պիտի պատմի ոնց եղավ, որ տենց հարստացավ վարքյանական։ Նաեւ այս մարդկանց ում որ գցել է, իդեպ ասեմ ձեզ, ովքեր որ սրա կողմից գցվել են, պետությանը գցում է այդ նորմալ, որտեղ փաստորեն Աննայինն է, տենց այդ բանի մկի տուն առել է, Արգամիջի տուն առել է, բան ա եղել, ասա անունը։ Քրեական գործով անցնող գույքը արել, պարտքով կեսը տվել է, կեսը չի տվել, տարաժամկետ վճարումով տուն առել ախպեր, տես բա ոնց ան։ Ու տես լիքը բաներ ա արել։ Ովքեր տուժել են, այս պետությանը հասկացանք, Աննայինն է բան են անում։ Հիմա մարդիկ ում որ գցել են սրանք, մեր հետ կապվեք, գրեք մեզ, խոստանում ենք ոչ մեկի անունը չենք տա ու ուշադրությամբ հետևելով կհրապարակենք նաև ձեր կողմից, իր այդ սրա կողմից գծված լինելու ձեր փաստերը կբարձրաձայնենք։ Սա չի կարելի բաց թողել ու չի կարելի ընդհանրապես սրանց մոռանալ։ Այնպես որ Նարեկ Նալբանդյան, ուշադիր, այդ մարդկանց փողերը տարտուր։ Տարտուր մեկա վերջին բանը։ Աննա, Նարեկը կզանգի փողը կտաս այդ 1.5 միլիոնը, թող գնա այդ մարդկանց փողը տա, մի գցեք մարդկանց։ Ամոթ է, պետությանը գցում եք հասկանում։ Ես չեմ ճանաչում, բայց մի գցեք։ Ես էլ չեմ ճանաչում անկեղծ ասած։ Մի գցեք, ամեն դեպքում քեյսը լավ չի։ Սա ժողովրդին գցիկ, հիմա էլ անհատներին եք, բիզնեսմեններին եք գցում։